քննարկման առարկա շենքը Հանրապետության հրապարակի վրա գտնվող փոստի հայտնի շենքն է, որը կարող է ավելի մեծ դեր ունենալ մեր քաղաքում։ Տեղադիրքով եզակի ճարտարապետական տեսքով ու պատմամշակութային նշանակությամբ բացառիկ Նալբանդյան 28 հասցեում գտնվող Երևանի արմիությունների և կապի նախարարության նախկին շենքի մասնավորեցման վերաբերյալ կառավարության որոշումը 2023 թվականի օգոստոսին էր։ Որոշվեց 100% պետական մասնակցությամբ նոր բաժնետիրական ընկերություն հիմնել, ձևավորվեց Republic Plaza բաց բաժնետիրական ընկերությունը։ Նախնական որոշումն էր շենքը օտարել բորսային սակարկությունների միջոցով։ Պահանջարկի բացակայությունը կլինի կամ գույքի բարձր շուկայական արժեքը կլինի, գույքը չի օտարվել։ Արդյունքում որոշում է կայացվել գույքի տնօրինման եւ հետագայում մասնավորեցման նոր, այսպես ասած, տարբերակի իրականացման վերաբերյալ պիլոտային ծրագիր է որպես մշակվել ընկերության, բաժնետիրական ընկերության ստեղծումը, որին կառավարման է կհանձնվի տվյալ գույքը եւ որոշում կայացվեց որպես առաջին նման նախագիծ դիտարկել Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքը։ Ընկերության գործունեությունն ուղղված է գույքի գրավչության բարձրացմանը, որի վերջնարդյունքը մասնավորեցումն է լինելու, այդ թվում արժեթղթերի բորսայի միջոցով, բայց մինչ այդ դեռ պետք է գնահատել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող 7809 քառակուսի մետր մակերեսով գույքի լավագույն արդյունավետ օգտագործման եւ զարգացման հնարավոր տարբերակները։ Հենց այդ նպատակով ընկերությունը հայտարարել է նախավորակավորման ընթացակարգով երկփուլ մրցույթ, նպատակ ունենալով ներգրավել բիզնեսի զարգացման խորհրդատվական ծառայություններ։ Կարող են բոլոր այն կազմակերպությունները, ովքեր ունեն փորձ անշարժ գույքի տնօրինման եւ կառավարման ոլորտում, բիզնես խորհրդատվության տրամադրման ոլորտում, բիզնես նախագծերի կազմման, մշակման ոլորտում։ Նպատակը այն է, որ մասնագիտական կազմակերպությունը տա մասնագիտական եզրակացություն տվյալ գույքի լավագույն եւ ամենաօպտիմալ տնօրինման տարբերակների վերաբերյալ։ Ընդ որում եզրակացությունը կարող է ներառել ինչպես տվյալ գույքը, որը ես նշեցի, այնպես էլ հարակից տարածքներում գտնվող գույքերի հետ մեկ համատեղ քաղաքաշինական նախագծի իրականացման, այսպես ասած, նպատակահարմարությունը։ Նախավորակավորման փուլը հայտարարվել է ապրիլի 14-ին, հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 14-ն է։ Գնահատող հանձնաժողովը կանցկացնի բանակցությունների փուլ, որի ընթացքում բոլոր մասնակիցներից կլսվեն առաջարկները, գույքի կառավարման հետ կապված տեխնիկական պարամետրերը եւ դրա արդյունքում արդեն կձևավորվի վերջնական տեխնիկական բնութագիր, որի հիման վրա արդեն նախավորակավորված մասնակիցները կներկայացնեն ինչպես գնային առաջարկները, այնպես էլ նման աշխատանքներ իրականացնելու համար պահանջվող որակական չափանիշների հիմքերը։ Գույքը հանդիսանում է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան, որի ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքները պետք է իրականացվեն համաձայն պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին օրենքի։ Հետևաբար մասնակիցներին հետագայում նաեւ շենքը վերակառուցողներին ներկայացվող գլխավոր պահանջներից մեկը լինելու է շինության պատմաճարտարապետական նշանակությունը հաշվի առնելը։ Գնահատող հանձնաժողովը, որը ձևավորվել է մրցույթի անցկացման համար, ձևավորվել է միջգերատեսչական սկզբունքով, որտեղ ներառված են նաև կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից ներկայացուցիչ եւ մրցույթի նախավորակավորման հայտարարության տեքստում եւս նշում է արված շենքի պատմամշակութային հուշարձան լինելու հանգամանքի վերաբերյալ, հաղթող մասնակիցը իր եզրակացության մեջ պետք է ներկայացնի համապատասխան վերլուծություններ, ինչպես տվյալ գույքի վերաբերյալ, այնպես էլ շուկայի վերաբերյալ, տարբեր գործարար ոլորտների վերլուծություն, ներդրումների, այսպես ասած, ծավալ կամ կանխատեսումներ։ Շենքը Երևանի անշարժ հուշարձանների ցանկում է 1956 թվականից։ Դավիթ Բաղդասարյանը վստահ է, որ նման եզակի շինության ներդրումային նախագծի մաս դառնալը բացառիկ հնարավորություն կլինի։ Կարողանան ներդրումային նախագիծ իրականացնեն մի տեղ, որտեղ առաջարկը, այսպես ասած, շատ սահմանափակ է։ Հաշվի առնելով շենքի եզակիությունը, շենքի տեղադիրքը, շենքի արտաքին, այսպես ասած, գրավչությունը։ Իսկ երբ կիրականացվի խոշոր ներդրումային ծրագիր եւ բիզնես, կքննարկվի ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման տարբերակը արժեթղթերի բորսայի միջոցով, որտեղ յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել բաժնետոմսեր եւ դառնալ եկամտաբեր ընկերության բաժնետեր։ Վարդուհի Արզումանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։